Պարոն Ալեքսանյան, չնայած առավոտյան եղել է հնարավորություն ձեզ ուսուցացրել են պրոֆեսոր Շահյանի այս շուրջ ստեղծված այս ամենի մասին, դուք ասել եք սահմանված պիտի լինեն, ժողովուրդն է հանրատվել է, բայց ինտիմատիվները արձագանքել են նաև ձեր այդ արարությանը, ասելով, որ դուք չունեք մեծամասնության կողմից մանդատ, կամենացած ժողովուրդը ինչ է պահանջել առհասարակ, եւ ուղիղ չեք կապում Փաշինյանի երեկվա ազգային ժողովի անդամից հայտարարությունը, որ դատվելու է, ձեզ դատելու են, ու որոշ զարմանությունը չես վայելելու, եւ այսօր արդեն Ալֆա-Ջոկատի ներխուժումը անչափահաս երեխաների, որ ներկայությամբ հայտարարություն Նախ այդ կներեք էլի այդ խնդրում եմ անդադ անչափահաս երեխաներին մեջ չբերել, եթե երեխաների հետ կապված ինչ-որ դրվագ կամ միջադեպ եղել է, ասեք այդ դրվագը առանձին քննարկենք, բայց հա, ասենք Ռոբերտ Քոչարյանի տունը, որ նայում ես, այս ազգային ժողովի շենքից մեծ է 1000 ներեգություն էլի, այնտեղ որ մտնեն մի սենյակում Քոչարյանին բռնեն, երեխեքը ամենայն հավանականությամբ կլինեն ուղիղ երևի մի 2 կիլոմետր հեռավորության վրա նույն տան մեջ։ Այդ ամեն անգամ խնդրում եմ երեխեքին մեջ մի բերեք, երեխաները, բոլորի երեխաներին Աստված թող առողջություն տա ու բոլորի երեխաները պետքա զերծ մնան ցանկացած բացասական բանից, դա ընդունում եմ շատ լավ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչով է մեղավոր։ Կներեք էլի Հայաստանի Հանրապետություն, հիմա եկեք մի հատ կարդամ այս գործի դրվագը։ Աճարյան եւ Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8.3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն դրամով։ 44 միլիոն հարկել լրագրողներ, օպերատորներ, եթե հիպոթեկով տուն ունեք, ամենայն հավանականությամբ դες 20-ից 40 միլիոնանոց տներ է ձեր տները։ Մարդիկ 44 միլիոն դրամով ձեռք են բերել 8.3 հեկտար Աճարյան փողոցում Երևանի Աճարյան փողոց։ 8 շկապ ունի 2004-ին։ Չէ, բաչի 8.3 հեկտարը երբեք մի վարքյան էլի, երբեք 44 միլիոն չի արժեցել Ավանում 8.3 հեկտարը հարկելի գործընկերներ։ Խնդրում եմ, բանա, եկեք մեր քաղաքացիների բանականությունը չվիրավորենք։ Այս հողամասը ցենց վաճառվել է Fast Card ընկերությանը։ Առաջին հայացքից հայտնի Fast Card-ը։ Դրանից մի տարի հետո Fast Card ընկերություն իհարկե ոչ որպես կաշառ, ոչ որպես ատկատ 50%-ը նվիրաբերել է այս ընկերության Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Ժորժ ջան, եթե բանը ինչ-որ մի դասագիր գրվելու լինի, թե ինչ տեսք ունի կոռուպցիան, դասական կոռուպցիան, ինչ տեսք է ունենում, ոնց է այդ տեսք ունեն, իսկ հիմա նմանատիպ օրինակներ այդ դասագրքում միանշանակ կլինեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ մեղք ունի, կներեք։ Ինչով է մեղավոր եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ 10 տարի շարունակ իրենց իշխանության, 10 տարի էլ իրենց հաջորդի Սերժ Սարգսյանի ղեկավարության ժամանակ վրեժ են լուծել Հայաստանի քաղաքացուց։ Այդ իրանք են վրեժ լուծել ու իմ համար դեռ անհասկանալի է ինչի համար են այդ վրեժը լուծել։ Ասում ենք միլիոնատեր ենք, բան, արդարություն, իրավունք, բա Լևոն Քոչարյան, բայց չէր գնում ասում, հարգելի պարոն Քոչարյան, պարոն Ռոբերտ Քոչարյան, Այս ոնց ալնում, որ 44 միլիոնով Երևանում հողատարածքա ծախվում 8.3 հեկտար, հետո այդ ընկերության 50%-ը նվիրաբերվում է իմ ավակ եղբորը Սեթրակին։ Իհարկե, բնականաբար Սեթրակ Քոչարյանը փայլուն բիզնեսմեն է ենթադրում, բայց թույլ տվեք հարգելի գործընկերներ նման մտահանգման գալ, որ ձեզնից ում էլ ասենք 20 տարեկանում Երևանի կենտրոնում 8.3 հեկտարի տիրապետող եկհանկերության 50% նվիրաբերեին, դուք էլ ամենայն հավանականությամբ ես էլ ձեր հետ միասին այդքան անհաջող չէինք գտնվի, որ այդ պայմաններում միլիոնատեր չլինեինք ու հաջողակ բիզնեսմենի տենց համբավ ու կերպար չունենայինք, էլի կներեք։ Այս ամեն ինչ պետք է ստանա պատասխան, ես ասում եմ իմ դժգոհությունը այն է, հարգելի գործընկերներ, որ այս ամեն ինչը հիմա է տեղի ունենում եւ ոչ 3 չի առաջի օրը, ոչ դրա առաջի օրը։ Ինձ թվում է, որ տենց իրանց կառավարման ամեն օրը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրեն, ամեն օր մի նոր հանգամանքի հայտ կգա։ Որտեւ աննորմալ է ուղղակի, խնդրեմ։ Պարոն Ալեքսանյան, Հայաստան խմբակցությունից քաղաքական պատվեր են առանցից տեղի ունեցողները, Քոչարյանի ձերբակալությունը որակում նկատելով, որ 3 Ես չգիտեմ։ Նկատելով, որ 3 վարչապետի եւ Լևոն Քոչարյանի
այսպես բանավեճ տեղի ունեցավ, որի ընթացքում վարչապետը նրանց կարծիքով այդ հրահանգավորումը կատարեց։ Խնդրում եմ ձեր գնահատականը, որովհետև ասում եք 8 տարի օրինակ, եթե այդ ամեն ինչը կար, ինչու չէր բացահայտվում։ Եվ արդյոք Բայց հիմա այդ ամեն ինչը կա թե չկա, ինչ են ասում։ Ինչ են ասում, հիմա այդ ամեն ինչը կա թե չկա։ Օրինակ իրանք հերքում են, որ Սեդրակ Քոչարյանը ստացել է Play-City ընկերության 50%-ը, որը դրանից մի տարի առաջ Ավանում 8.3 հեկտար հողը ձեռք է բերել 44 միլիոնով։ $100,000։ $100,000 Երևանում 8.3 հեկտար հող։ Հերքում են դա, թե չեն հերքում։ Հիմա եթե ասում են դա քաղաքական պատվեր է, հիմա ավելի վատ քաղաքական պատվեր է, եկեք ես տամ։ Ցանկացած մեկ ով Հայաստանի Հանրապետության բյուջեից փող է գողացել, ով կոռուպցիայով է զբաղվել, ով Հայաստանի Հանրապետության պետական գույքը ջրի գնով մասնավորեցել է դրել է իր ընտանիքի գրպանը, հարգելի իրավապահարներ կոչ եմ անում տվեք ասֆալտին, տարեք փակեք։ Էս էլ է քաղաքական պատվեր է համար։ Հիմա արել են թե չեն արել։ Դուք հերքում եք։ Ինչն եմ հերքում։ Չեմ հերքում, ասում ես հիմա եթե ըստ ձեզ իմ ասածը քաղաքական պատվեր է, ես 1000 ներողություն ես բանի համար կրկնապատկում եմ այդ քաղաքական պատվերը։ Ասում եմ, հիմա այստեղ հարցը այն է, իրանք դա արել են թե չեն արել։ Իրանք ինչ են ասում են արել ենք թե չենք արել։ Որտեվ կներեք այդ ինչ ելույթ ունեցավ, ով ինչ ասեց, ով ոնց ասեց, դա մի կողմ։ Իրանք սա արել են թե չեն արել։ Այդ ընկերության 50%-ը Սեդրակ Քոչարյանին որպես նվեր փոխանցվել է, թե չէ։ Այն բանից հետո, երբ որ ջրի գնով Ավանում 8.3 հեկտար է առել այդ ընկերությունը։ Եղել է թե չի եղել։ Այդ ինչ բան է մտել են ասում։ Ժողովրդավարական ինստիտուտ, բան, ժողովրդավարական, մարդու իրավունքներ, այս մեկ, լավ հերիք է, էլի ձեռ առնեք մարդկանց ասում։ Եկած օրվանից Լևոն Քոչարյանը բացի իրանից իր ընտանիքի պաշտպանությունից ու իր բանից ուրիշ բանից չի խոսում։ Հասկացանք։ Ամեն ինչը հասկացանք, առաջի օր եկել էր ազգային ժողով, ասում էր ոստիկանները ինձ ձերբակալել են, ես ուղղակի ցնցում եմ ստացել, վերջի հարցը նրա մասն էր, որ մեր ընտանիքին հետապնդում, հասկացանք, լավ։ Հասկացանք, եկեք պատասխանեք, այդ ամեն ինչը ձեզ որտեղից։ Այդ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դառել։ Այդ ո՞նց է տենց լինում առհասարակ։ Պարոն Ալեքսանդրյան, գիտեք նախկինում նաև ձեր հացեք ինչ է շատ մեղադրանքներ ամենության կամ խավարկածը խախտելու։ Հիմա դուք հերթական անգամ հակագործություն կոմիտեի հայտարարություններ մեջ բերելով չեք խախտում ամենության կամ։ Ես ընդամենը դատարանի որոշում պարզել որ դեռ չկա։ Այս ինչ ասում եմ հարգելով անմեղության կանխավարկածը։ Ձեր հարցին Ժորժ ջան, մի կա փաստ։ 8.3 հեկտարը վաճառվել է 44 միլիոնով, սա փաստ է, ինչու՞ չի ապացուցում։ Ժորժ ջան, մի վարքյան, սա փաստ է, որ 44 միլիոնով է ապացուցվել։ Հիմա ձեր ասածն ապացուցված չի դեռ, որ սա կոռուպցիոն սխեմայով է։ Այո, ապացուցված չի, միանշանակ, եկեք ձեր վարկածով գնանք եւ ամնեղության կանխավարկածից ելնելով խոսենք։ Ուրեմն ինչ որ մի օր Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետությունը կախված թե ումա պատկանել տարածքը։ Որոշվում է, որ այդ օրը պետք է հայտարարի ակցիա։ Ենթադրում եմ Հայաստանը որոշել էր Black Friday կոչվածը հայտարարել պետական կամ համայնքային հողերի վրա։ Եվ 8.3 հեկտար հողը Black Friday-ի շրջանակներում վաճառում է Ավանում 8.3 հեկտար հողը վաճառում է 44 միլիոն դրամ։ Քաղաքացին էս ինչ է այս ընկերություն, Fast Card ընկերությունն է տեսնում, դե բոլորի համար բարձ է, Black Friday-ը հողերն էժան են գնում, 44 միլիոնով առնում, դուք չեք առնում, այն մեկը չի առնում, այն մեկը չի առնում, այն մեկը չի առնում, Fast Card-ի տերն է առնում, դեպա բախտա բերել է, անմեղության կանխավարկածից են ելնում։ Առնում է, բայց մի տարի հետո ասում է սենց արդար չի, մեր երկիրը այսքան լավն է, սենց լավ զեղչեր է հայտարարում մեր համար հողերի համար, սպասեք այս ընկերությանից 50% ուղղակի նվիրեմ նախագահի որդուն Սեդրակ Քոչարյանին։ Սա անմեղության կանխավարկածն էր, հարգելի գործընկերներ, հավատացեք սրան, ինչքան ուզում եք, սա է ենթադրում եմ լինելու պաշտպանական գիծը Քոչարյանների ընտանիքի խնդրեմ։ Պարոն Ալեքսանյան, երեք վարշապետի ելույթը նկատեց, որ Հայաստանի դատական համակարգը կաստայացված է, հիմա հաշվի առնելով այս նոր գործողությունները Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Արդյոք այս գործընթացը լիարժեք այդ բացահայտման ուղով կգնա ու արժանի այսպես պատիժը մենք կտեսնենք։ Առնվազն մեր ակնկալիքը դա է, բայց սրա հետ կապված հույսերն էլ այդքան բան չեն։ Բայց ես կարծում եմ նաև հանրային վերահսկողություն պետք է լինի դատական համակարգի նկատմամբ։ Ու ես կարծում եմ, որ հենց դուք լրագրողները պետք է լայնորեն լուսաբանեք դատական գործերը։
Իհարկե կա հստակ բան կա, ասենք ակնհայտորեն այո, ընդդիմությունը կոնկրետ տիրապետում է մեդիաների շատ հստակ քանակի, այո, հիմա փաստաբանների մեծ մասը ուղղակի երջանիկ ու ցոփուշվայ կյանք ապրում են բանի բերումով, քանի որ այսքան պաշտպանյալ ունի, որոնք գերվճարունակ են, որոնք միլիոնատերեր են դոլարային նրանց նկատմամբ տարբեր գործեր կան կոռուպցիոն տարբեր մեղադրանքներով, հա, իհարկե, այս ամեն ինչը նաև մեդիա ուղեկցություն ունի, իրականում թիրախավորվում են այն դատավորները, որոնք որ արդար վճիռներ են կայացնում եւ կոռուպցիոներներին օրինակ տարբեր պատիժներ են սահմանում, այնինչ պետքա թիրախավորվեին այն դատավորները, ովքեր ինչ որ անհասկանալի պայմաններով, չգիտես ինչպես հարստացած մարդկանց բաց են թողնում, բայց ես կարծում եմ, որ իրականում արդար լրատվամիջոցները, օբյեկտիվ լրատվամիջոցները կարող են այս հարցին նաև իրենց մասնակցություն ունենալ ու հանրային վերահսկողությունը դատավորների նկատմամբ ես վստահ եմ, որ էլի որոշակի արդյունքի կբերի։ Ես հարցամ պարոն Ալեքսանյան։ Պարոն Ալեքսանյան։ Նիվարկյան։ Կամ Քյոլանլու կամ Գրիբայդը։ Նա այս ճաշակի Չէ, նորմալ է։ Իզուր է գնացին։ Գնացեք ես հարցամ։ Պարոն Ալեքսանյան, 9-րդ գումարման ազգային ժողովի 9-րդ գումարումը երբ որ մեկնարկեց, իշխանություն եւ դիմություն համաձայնության եկան բարեկրթություն սահմանելու վերաբերյալ եւ օրինակ Էդգար Ղազարյանի սրիկայաբար բառից հետո, երբ ազգային ժողովի ամբիոնից գնահատական տվեց ելույթի ժամանակ, ամբողջ ֆրակցիայով պահանջում էինք ներողություն խնդրել, կամ էլ թե պատգամավորական մանդատը կայացնի։ Երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ճիշտ էր անվանում ամենայն հայոց կաթողիկոսին, արդյոք սա ձեր իսկ կողմից սահմանված բարեկրթության խախտում չէ, եւ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքի այսօրվա խոզարկության դեպքերին, ձեր գործընկերոջները մի քիչ առաջ այդ հարցը ուղղել Սիսակ Գաբրիելյանին։ Եթե օրերից մի օր իշխանությունը փոխվի եւ դուք չլինեք իշխանության եւ իրավապահ մարմինները որոշեն, որ ձեր նկատմամբ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի եւ դուք եք ունենաք անչափահաս երեխաներ, ձեր քաղաքական գործընկերները ինչպես պետք է պահեն իրենց, ինչ գնահատական կտան, որ անչափահաս երեխաների ներկայությամբ եւ ոչ միայն գան օրինակ ձեզ տապալեն գետնին, հետո էլ ներկայացնեն։ Բայց տապալել են գետնին։ Երկրորդ նախագահի վերաբերյալ չկային այդ դրվագները, բայց օրինակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ դրվագները Բայց նա էլ անչափահաս երեխաներ ուներ, բայց նա անչափահաս երեխաներ չուներ, բայց վստահեցրել են, որ այդ կադրերը չի հրապարակվելու, բայց իր մայրն է ներկա եղել եւ իրավաբաններն էլ ասել են, որ այդ կադրերը չեն հրապարակելու։ Դուք ինչպեսի գնահատական, դուք կամ չէ ձեր գործընկերները ինչպես կվերաբերվեին այդ փաստին, շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախ նորից եմ ասում բոլորի երեխաներին Աստված պահի եւ ցանկացած երեխա անկախ իր ծնողների ով լինելուց արժանի է հոգացության եւ արժանի է առողջ ու երջանիկ մանկության։ Բայց սա դնենք մի կողմ։ Երբ որ ասում եք ձեր դեմ քրեական գործ հարուցվի, ինչի պետք է իմ դեմ քրեական գործ հարուցվի, ինձ կասեք։ Այսինքն ինչ գործով պետք է իմ դեմ քրեական գործ։ Չէ, դու չէ, բայց հիմա կոնկրետ օրինակ եք բերում հավասարության նշան, շատ լավ, հասկացա, թեկուզ եթեյով ինձ իմ ու Լևոն Քոչարյանի միջև հավասարության նշան եք դնում քրեական գործերի մասով, ինչն ինձ համար վիրավորական է։ Արժե համակարգային ծանր վիրավորանք է դա իմ համար 1000 ներողություն, որովհետև կներեք, բայց ես դոլարային միլիոնատեր չեմ։ 1000 ներողություն։ Ես դոլարային միլիոնատեր չեմ։ Ներողություն եմ խնդրում, հա, ձեզնից հարգելի գործընկերներ, ես դոլարային միլիոնատեր չեմ։ Որ ասում եք գա ձեր տուն, եթե գան իմ տուն, այդ նախ այդ տունը այդ ամբողջ հարգը չի, հետո էլ կամ այն 20 հեկտարանոց են, չգիտեմ ինչ ասաբնյակը չի, որ իրականում հա մի 3 վաշտ մարդ է պետք, որ այնտեղ այդ ամբողջը հսկողության տակ վերցնի, 1000 ներողություն, իմ տունը շատ համեստ տուն է, սովորական երևանյան տուն է, իմ տունը։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում կա իրավապահ մարմիններից մեկը նախկինում եղել է, որ ասել է իրավաբանությունը մանիպուլյացիա է եւ դուք ասեք ինչ գործ է պետք, դա կհնարվի, հիմա ինչ գործ ունենան, ինչ ունենան կհնարվի մի հոդվածը ձեր վրա կարող են դնել։ Չէ, դուք հիմա էլի բան եք անում, ժողովուրդ ջան, ասում եմ մարդը պետական պաշտոնյա է եղել, եղել է երկրի նախագահ։ Չգիտեմ, տենց այն հայտնի եղնիկներով սվիտրով եկել է Ղարաբաղից Հայաստան, դարել են դոլարային միլիոնատեր, 200 միլիոնի գույք ունեն, չգիտեմ ոնց։ Ասում եք հորինեն մի բան էլ ձեր վրա։ Եթե այո, ճիշտ եք, իմ վրա եթե գործ հարուցելու լինեն, ինչ որ մի օր ակնհայտորեն դա պետքա հորինեն։
Բայց այս մարդկանց վրա հորինելու բան չկա, հասկանում եք, այս մարդիկ ասում եղնիկներով, սվիտրով եկել են, հիմա $200 միլիոն ունեն։ Ոնց։ Հիմա եկել ներողություն խնդրում եք, պարոն Ալեքսանյան։ Հա, պետք է խնդրեն, բայց չգիտեիք որ պիտի ներողություն խնդրեն։ Պիտի ներողություն խնդրեն ու գլխելով գլուխները կախ այդ փողը բերեն տան Հայաստանի Հանրապետության։ Այդտենց պետք է անեն, բա հենց էդ է։ Բա էդ է իմաստը, այո, պետք է խնդրեն։ Հաստատությունա, այսենց են ցույց տալի, էլի, որ տենց Play-City 50%-ը բերել նվիր, ինչ կա որ նվիրել են հիմա։ Ոնց է, չէ, օրինակ ենթադրում եմ կանանց մարտի 8-ին ծաղկե փունջ են նվիրում։ Իրանց այդ Play-City կեսն են նվիրել։ 8.3 հեկտարանոց հեկտարի վրա Երևան։ Ինչ ա եղել որ։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, ուժեղ Հայաստան խմբակցությունը վերադարձել է ազգային ժողով, ականատես եղանք, որ երեք լքեցին իսկերի կարգիչն այն բանից հետո, երբ որ հերթական անգամ հանրապետության վարչապետը արտահայտեց, որ ինչ ներշնչության անուն հասկանում։ Պարոն Ալեքսանյան, ձեր կարծիքով այս խմբակցությունը ազգային ժողովը եկել ինչ օրակարգով նրանք հայտարարում են հանրային խմբակցության շուրթերով, որ Կտրիչ Ներսիսյան անհասկանում դες համար կարևոր ցույց է։ Ձեր տպավորությամբ իրենք եկել են այստեղ քաղաքականություն, իրենց քաղաքականությունը դիմադիր խմբակցություն որպես բանեցնելու, թե կոնկրետ մեկ անձի շահերը պաշտպանելու նրա փաստաբանի դերից խախտելու։ Ակնհայտորեն այդ անձի պաշտպանությունն էլ նույնիսկ որպես այդպեսին ձևական բնույթ է կրում։ Ես հիշում եմ, որ քարոզարշավի շրջանում էր, որ մի հոդված տարածվեց, եթե չեմ սխալվում, միջազգային մամուլում, որը թարգմանել էին նաև մեր մոտ, ու այդ հոդվածի բովանդակությունը հետևյալն էր, որ եթե Սամվել Կարապետյանը ուզում է խուսափել Ամերիկայի պատժամիջոցների տակ ընկնելուց, ապա նա պետք է հանդես գա որպես եկեղեցու պաշտպան։ Թե չէ 1000 ներողություն կաթոլիկ իմ տեղեկություններով կաթոլիկ Սամվել Կարապետյանը հայ առաքելական եկեղեցու հետ ինչ կապ ունի։ Հա, Տաշիրի մեր հայրենակիցների մեծ մասը հարգելի գործընկերներ դուք գիտեք, թե չէ կաթոլիկ են, ֆրանկ են, մեր քույրեր ու եղբայրները կաթոլիկ են։ Հայ կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են, ինչը շատ նորմալ է, շատ տրամաբանական է եւ հայ կաթոլիկ եկեղեցին մեր մշակույթում եւ մեր հասարակությունում իր շատ կարեւոր տեղն ունի, ուստեղ ինչ որ նորություն չկա, էլ ինչ կապ ունի կներեք։ Ինչի մասին է խոսքը այստեղ։ Ինչի մասին է խոսքը։ Հա, Կտրիչ Ներսիսյանի հետ ինչ որ կապ գիտեմ որ ունեն, բայց այդ կապն էլ եթե ինչքան գիտեմ, այդքան է հոգևորի հետ պետք է որ կապ չունենա, նորից եմ ասում, դավանաբանական տարբերություններից ելնելով։ Հայաստան դաշինքը, որը հետևել է ուժեղ Հայաստանին եւ լքեց իսկերի դամիջ, որոշ ժամանակ հետո վերադարձավ բանալ։ Դե Հայաստան դաշինքը առհասարակ մասամբ են Հայաստան դաշինքը առհասարակ ինքնության ճգնաժամի մեջ։ Նրանք 8-րդ գումարման ժամանակ հանգիստ լսում էին, երբ մենք ասում էինք Կտրիչ Ներսիսյան, հիմա սկսել են թխկացնել, երբ որ ասում ենք Կտրիչ Ներսիսյան, բայց երբ որ ուժեղ Հայաստանը դահլիճում չի ու մենք ասում ենք Կտրիչ Ներսիսյան, այդ ժամանակ չեն թխկացնում։ Ակնհայտ կատարյալ ինքնության ճգնաժամի մեջ է Հայաստան դաշինքը եւ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն գործերի հանգուցալուծումը կնպաստի նաեւ այդ ինքնության ճգնաժամի հանգուցալուծման եւ գուցե օրինակ Աննա Գրիգորյանը նորից դիմի քաղաքացիական պայմանագրի ցուցակ վերադառնալու համար, որտեղ թույլ տվեք կարծել, որ ծանրության կենտրոնը, որը ձգել է օրինակ Աննա Գրիգորյանին, քաղաքական իմաստով դեպի Ռոբերտ Քոչարյան, դա նաև է 200 միլիոնի ապօրինի գույքն է։ Շարունակելով դնդվածնելու թեման, թույլ տվեք ևս մեկ հարց, երբ որ Կտրիչ Ներսիսյանն անհասկանալի է ակաբերում, դնդվածներ են հնչում շատ ակտիվ, բայց երբ որ իրենց վերաբերյալ նշանակական պատերազմի եղավելու ուժեր, այդ դնդվածին ականատես չեն լինում։ Ձեր տպավորությամբ, պարոն Ալեքսանյան, արդյոք այդ լրությունը համաձայնության նշան է, որ իրենք համաձայն են քաղաքական գնահատականին։ Ես կարծում եմ իրենք էլ ձեր հարցի պատասխանը չունեն, որ մնաց թե ես ունենամ ձեր հարցի պատասխանը իրենց վերաբերյալ։ Մեր ուժեղ Հայաստան խմբակցության մեր հարգելի գործընկերները ակնհայտորեն քաղաքականությամբ չեն զբաղվում։ Ակնհայտորեն նրանց թե ելույթները, թե հարցերը, թե մնացածը մշակվում են քաղտեխնոլոգների կողմից այս շենքից դուրս։ Հիմա ես կներեք այդ ինչ որ բաների մեջ թույլ տվեք այդ տեխնիկաների ու տեխնոլոգիաների մեջ չմտնեմ։ Այնտեղ քաղաքականություն չկա։ Այդտեղ չկա քաղաքականություն, այդտեղ չկա օրգանիկա, այդտեղ չկա, չգիտեմ, մարդկայնություն, որ ոչ թե այն իմաստով որ իրենք անմարդկային են, այլ մարդը ոնց է, մարդ երբ որ ելույթ է ուզում ունենա, ինքը ելույթ է ունենում։
Ինքը երբ որ ելույթում պիտի սխալվի, ինքը ելույթում սխալվում է։ Եթե իր ելույթը պետքա լինի էմոցիոնալ, այդ ելույթը էմոցիոնալ է, որտեվ ինքն է այդ պահին էմոցիոնալ։ Իրանց չկներեք այնտեղ սցենարով ամեն ինչ։ Ես կարծում եմ նույնիսկ դեմքի արտահայտություններն այդ սցենարում գրած, թե որ պահին ինչ դեմքի արտահայտությամբ պետքա ինչ բան ասել։ Ու ես կարծում եմ այդ ամեն ինչը լուրջ չի ու չի կարա նման արհեստական ու արհեստածին բովանդակությամբ քաղաքական ուժը որևէ հաջողություն ակնկալի առհասարակ ես կարծում եմ հա տեխնոլոգներ այսօր կասեն սենց արեք կանեն կասեն դղկացրեք կդղկացնեն բայց երբ որ այդ դղկացնելուց հետո 4 անգամ էլ ասվի այդ բանը իրանք այդ պահին չեն հասկանում ինչա պետք անել պետքա շտապ խորհրդակցել տեխնոլոգների հետ որտեվ այդ ամեն ինչը ստեղ չի տեղի ունենում այդ ամեն ինչը օրգանիկ չի այդ խմբակցությունը չի որոշում հասկանում եք անհատ քաղաք Ազգային ապահովության ծառայությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանել Toyota Երևան ավտոստրադից 16 միլիոն դրամով Toyota Camry մեքենա ձեռք բերել, համապատասխան պայմանագիրը կնքվել է մարտի 24-ին։ Գնման ընթացակարգ իրականացվել է էլեկտրոնային աճուրդով, դրան մասնակցել է միայն Toyota Երևանը եւ հաղթել։ Ավելի լավ անցած սեպտեմբերին Toyota Երևանից Toyota Land Cruiser 300 մարտի 2025 թվականի արտադրության մեքենա է ջրվել, գնվել ներքին գործերի նախարար Արտինե Սարգսյանի համար։ Կառավարության նիստում հավանության ադրանցած որոշմամբ այս նպատակով ծախսվել էր մոտ $125,000։ 24-ի ամռանունի նույն մեքենայից գնով ձեռք էր բերվել քննչական կոմիտեի նախագահի համար։ Իսկ վերջին տարիների ամենամեծ գործարքն Toyota Երևանի հետ կառավարության եւ ոստիկանության բարեկամի ծառայության համար 175 մեքենաների ձեռքբերումն է, որի արժեքն հասել է 3.1 միլիոն դրամ։ Դրանից առաջ է Պանամայի Շիրակի օրենքով Լավ, ես վստահ եմ, որ դուք հիմա եկեք համարենք, որ եւս 500 հատ տենց օրինակ բերեցիք։ Տեղյակ չէի։ Կար։ Կար, բայց դուք ինքներդ կներեք։ Շատ լավ։ Չէ, այդպես չի կարելի ասել։ Լավ, կամ պատասխան։ Շնորհակալություն։ Չէ, գործարք դա չի կարելի ասել ու այդպես չի։ Մի պարզ պատճառով ինքներդ ասացիք էլեկտրոնային աճուրդի եղանակով, որին մասնակցել է միայն Toyota Երևան ընկերությունը։ Մյուս դեպքերում ինչ կա տեղ մեկ անձից գնում։ Չէ, դե ամեն դեպքում երբ նշված է որ Բա կներեք, օրենք կա, սահմանադրական կարգ կա, բան կա երկրում, բա աճուրդը հայտարարվում, ով ուզում մասնակցում է։ Ես ավելի վատ բան ասեմ, Ռոբերտ Քոչարյանի խնամին Հայաստանում պետական ճանապարհաշինության ու մնացած տենդերների 50-60-70%-ը ինքն է շահում։ Եվ ինչ անենք։ Ինչ կարանք անենք այս պահին։ Դες դրա համար եմ ասում, որ մեր իրավապահ համակարգը կներեք դատա իրավական համակարգը դանդաղ է աշխատում, շատ դանդաղ է աշխատում։ Այո, քանի դեռ այդ գործերով վճիռներ չկան, ձեր գործընկերների կողմից այդքան նշված ամեղության կանխավարկածից եւ մնացածից ելնելով այդ ընկերությունները այո իրավունք ունեն մասնակցեն տենդերներին, արդյոք դա ինձ դուր է գալի, չէ։ Ինձ բնավ դուր չի գալիս։ Դե հիմա ես անդադ պետքա սկսեմ խոսալ, դուք անդադ պետքա ինձ Չէ, բայց կլինի ես ավարտեմ, հետո դուք փորձեք հստակեցնել 1000 ներողություն։ Այսինքն, եթե ձեզ թվում է ինձ դուր է գալի, որ Ռոբերտ Քոչարյանի խնամին է պետական տենդերները շահում ճանապարհաշինության, բնավ էսթետիկ հաճույք չեմ ստանում դրանից։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ օրինակ շատ հետաքրքիր դեպքեր ալնում, օրինակ թիմ ընտրությունների հետ կապված, որ Լոռու մարզում օրինակ թիմ ընտրությունների բերան, կներեք այս արտահայտության համար, տենդեր կար շահած 6 գյուղերի, այդ 6 գյուղերի ասֆալտապատումը ինչ-որ իմ համար տարօրինակ պատճառներով քանի ամիս ձգձգվեց, մինչև ընտրություններն եղան ավարտվեցին։ Այդ նմանատիպ բաներից ելնելով, այո, շատ խնդրահարույց է այդ ամեն ինչը իմ համար։ Բայց միևնույն ժամանակ կա օրենք։ Ու եթե ինչ-որ նենց հրահանգ իջեցվի պետական ապարատի վրա, այ Քոչարյան ընտանիքին եւ Սերժ Սարգսյան ընտանիքին եւ նրանց հետ փոխկապակցված մարդկանց ընտանիքներին պատկանող բիզնեսներից գնումներ մի արեք, մի պահ կարող է պարզվի, որ պետական ապարատը ուղղակի կոլապսի առաջ կկանգնի, որտեղ այս երկրում ես չգիտեմ ինչքան բիզնեսի են իրանք տիրապետում ու ինչքան փող են կերել Հայաստանի Հանրապետությունից ու ինչքան բիզնես են կառուցել այդ կերած փողերով։ Ու կարող պարզվի, որ ասենք, չգիտեմ, շատ հասարակ բաներ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանա անել այդ բայի դերությամբ։ Ինչպես դուք եք ասում, ես չեմ
ասում, ընկերության հետ համագործակցություն։ Ես ես ասում եմ կառավարությունը սահմանափակված է օրենքներով եւ սահմանադրությամբ, դա ձեզ համար հնորություն չի։ Բոլոր հարցերում միանշանակ։ Ես ուզում եմ շարունակել գործընկերոջս հարցեր կապված ազգային ժողովի աշխատանքների հետ, մասնավորապես բարեկրթության իմաստով։ Կարծես թե արդեն ստեղծվել է էթիկայի հանձնաժողովը, բայց երբեմն չեն պահվում այդ բարեկրթության նորմերը։ Այս մասով խնդրում եմ ձեր ներգրավությունը եւ նաեւ ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ խախտվել է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, երբ որ ազգային ժողովը չընտրեց բոլոր հանձնաժողովների նախագահներին եւ անցավ կառավարության ծրագրի քննարկմանը, արդյոք խախտվել է թե ոչ, եւ նաեւ վերջին շրջանում դարձավ որ Անդիմությունից ով է տենց բան ասել։ Ով։ Չէ, ուզում եմ հասկանամ ուղղակի ով կոնկրետ իրանց։ Սահմանադրական։ Եվ նաև վերջին շրջանում քննարկման թեման է դարձել անկլավների եւ էքսկլավների հարցը, մասնավորապես Ժանաշենի առումով։ Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեռ մանրամասն քննարկումներ եւ գործընթաց չկա, արդեն կա ներքին պատկերացում, թե ինչպես է եղել այդ գործընթացը, մասնավորապես կոմունիկացիաների մասով։ Ոչ, չկա դեռ ներքին նման պատկերացում, բայց ասվել է, որ ամեն ինչ արվելու է այն ուղղությամբ, որպես քաղաքացիների կյանքը հեշտանա եւ ոչ թե բարդանա։ Սրանից ավել ոչինչ ասել չեմ պատրաստում եւ ընդդիմությանն էլ հորդորում եմ այս թեման քիչ փորձել զենքայնացնել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչքան իրենք տարօրինակ ու տարատեսակ կերպով փորձում են այս թեման աշխուժացնել ու քաղաքական դիվիդենդի վերածել, այդքան այդ թեման քաղաքական դիվիդենդի է վերածվում նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ու դա ակնհայտ ճշմարտություն է, ինձ թվում է այդպես բան պետք չի էլի։ Մեծ մտածող պետք չի լինել դա հասկանալու համար, որտեղ դա պարզագույն ակնհայտ ճշմարտություն է։ Կառավարության ծրագրի քննարկման ժամկետները եւ մնացածը սահմանվում են սահմանադրությամբ։ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների ընտրությունը սահմանվում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Ինձ թվում է ակնհայտ կոլիզիա կա եւ այդ կոլիզիայում ակնհայտ է թե որ իրավական նորմը ունի առավելություն, ինձ թվում է գերակնհայտ է եւ պարոն Վարդանյանը ինձնից հաստատ միլիոն անգամ լավ պիտի որ իմանա, որ սահմանադրության մեջ գրված է ակնհայտ գերակայություն ունի սահմանադրական օրենքի նկատմամբ։ Բարեկրթության մասով հարց մոռացա, այնքան հարց տվեցիք։ Երկուստեք էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է, բայց վերջին լիստերում էլ տեսանք, որ երկուստեք կարծես թե խախտում են պայմանավորված սահմանված օրենքները։ Ես չեմ կարծում, որ խախտումներ են ունեցել որպես այդպեսին։ Համ երկու դրվագ եղել է, բայց չեմ կարծում, որ ընդհանուր միջավայրը գնում է դեպի խախտումը եւ ոչ թե պահպանումը։ Հակառակը կարծում եմ, որ գնում է դեպի պահպանումը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։